ինչ որ հիմա կատարում է հերթական աղետն է կատարում մեր ազգի համար։ Աղետ, ես ուրիշ բառ չեմ կարող գտնել, որտեղ հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր համասփյուր հայության միասնացնող եւ ձգողական ուժ ունեցող կառույցն է, մեր ազգային ողնաշարն է։ Եվ փորձ է արվում, այսպես ասած, բարեփոխումների ներքո ոչնչացնել այս կառույցը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ բարեփոխումը հայկական եկեղեցում լինում է միմիայն սիրով, խոնարհաբար, առանց աղմուկ, հայկակահայոց եկեղեցի կանոնադրության սահմաններում, այլ ոչ թե այսպես իլուր ամբողջ աշխարհի, որ մենք խայտարակ ենք լինում։ Եվ սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Դուք պատկերացնում եք համայնքներ, հոտեր կարող են կիսվել, եղբայրը եղբոր հետ կարող է հայտնվել տարբեր բանակում, տարբեր ճամբարում կարող է հայտնվել։ Եվ անընդունելի է այս ով որ լինի, ով որ օգտագործվի այս ամենի մեջ ընդգրկվի, այդ մարդիկ նույնիսկ անընդունելի են, չի կարելի այսպիսի բան անել, չի կարելի, հասկանում եք, պատմության եւ Աստծո առաջ իրենք պատասխան են տալու։ Մենք դեռ երկար տարիներ պետք է ապրենք կողք կողքի եւ այսպես անջրպետ առաջացած համայնքներում եւ եկեղեցիներում ինչպես կարող եք պատկերացնել հետագա մեր ապրելը եւ առաջընթացը։ Սա դատապարտելի եւ հանցագործություն է ամբողջ հայ ազգի դեմ։ Հասկանում եք, չի կարելի ինչ որ անհասկանալի պատճառներով այսպիսի արշավանք սկսել եւ այսպիսի բռնաճնշումներ անել հայ եկեղեցու։ Նույնիսկ կոմունիստական ժամանակ որոշ գծեր կար, որ կոմունիստները փորձում էին չանցնել։ Այսօրվա Հայաստանի իշխանությունը արդեն բոլոր գծերն է քանդում։ Գիտեմ, շատ վրդովված եմ, եւ նաեւ մեր համայնքի նվիրյալ զավակները բոլորը վրդովված են։ Մենք այս եկեղեցու զավակներն ենք, այս եկեղեցի շնորհիվ մինչեւ ես հիմա հայերեն եմ խոսում ձեզ հետ, որտեղ այս եկեղեցին է դաստիարակել հայկականություն մեր մեջ, մեծ մասամբ։ Տեսեք, հիմա այնպես է ստացվում, որ 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկը ժամանակին ծառայություն է մատուցել։ Անուններ բերեք չտամ, բոլորն էլ նույն կատեգորիայի են ինձ համար։ Բոլորն էլ, որտեղ ով որ արշավում է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դեմ, դա դավաճանի եւ անընդունելի անձ է առհասարակ։ Չի կարելի մեր սրբության դեմ, ով ուզում է լինի, նույնիսկ իմ եղբայրս լինի, եթե այդպիսի քայլ է անում, դատապարտելի այդ քայլը։ Իսկ իմ մոտ բարեկամը, եթե արշավում է հայ առաքելական եկեղեցու դեմ, անընդունելի այդ մարդը։ Մեր ազգի համար անընդունելի են այդպիսի մարդիկ։ Եվ ես հուսով եմ, որ ինչպես նաև 1920-ական թվականներին օգտագործեցի մեր երևելի Աշոտ Սրբազանի եւ Բենիկ Վարդապետին, որ բավականին հեղինակավոր հոգեվորական էր, եւ այսպես կօգտագործվեն այս մարդիկ եւ չպրտվեն պատմության աղբանոց եւ ցավում եմ իրենց համար, որտեղ շատերը նաեւ բացի իրենց վրա կոմպրոմատների նաեւ հետաքրքիր ճանապարհ են անցել այդ մարդիկ, այնպես չէ որ իրեն ամբողջությամբ վարկաբեկված են եղել, նաեւ հետաքրքիր գործունեություն են ծավալել եւ այս գործունեությունը արշավը Մայր Աթորի դեմ զրոյացնում է իրենց բոլոր լավ գործերը։